Իդեալ համակարգը տեղաբաշխում է 1 միլիարդ դրամի գովազդային ֆոնդ նորակառույց բնակարանների բոլոր շահառուների միջև։ Յուրաքանչյուր ընտանիք կարող է ստանալ 500,000 դրամի սերտիֆիկատ, որը կդառնա ձեր առաջին քայլը բնակարանը երազանքի տուն դարձնելու ճանապարհին։ Բարև ձեզ, շատ սպասեցիք, մտանք սուրճ խմելու, չգիտեի, որ ստեղ հավաքված եք, բարև ձեզ, լավ եք, լավ եք, բարև, սպասի կամուրջը նայենք նոր կնկարվենք, լավ եք, Շատ լավ եք, ինչ խոսքա ուզում ասել, ինչ ուզում ասել, Չեմ, շատ շնորհակալ եմ, որ կամուրջնել եք սարքել։ սպասի նայենք, հլա սպասի նայենք, տենանք ոնց եք սարքում, ֆուտբոլի դաշտն եք սարքենք, Շնորհակալություն մեր գյուղի համար որ կատարած այս հայրենանվեր աշխատանքի։ Ես որ ստանում ուրախ հետո ինքնություն եմ կարել։ Մեր գյուղի համար որ այսքան է կարել, ես պատկերացրել եմ հանրապետության համար ինչքան է կարել։ Իրենց որ արխեի։ Շատ լավ, եղբայր։ Սիրելի բարեկամներ, հիմա մենք գտնվում ենք Խաշթառակ գյուղի Խաչմերուկում, Մայրուղուց, ուրեմն 2024-ի ջրհեղեղի ժամանակ Խաշթառակի կամուրջը փլուզվել էր, բարև ձեզ, խորհրդային հին կամուրջ էր, մի հատ հիմա ընդհանուր ցույց տվեք այս կամուրջի երկու թևերը, ցույց տվեք, Խաշթառակի կամուրջը փլուզվել էր եւ շատ մեծ դժվարությամբ խորհրդային միության որ թվի կամուրջ էր երևի 89 թվի վատ վիճակում գտնվող կամուրջ էր ու հետո մեծ դժվարություններով այն ներքևը այն կամուրջը սարքեցինք մի կերպ սկզբից 3 բանով էր հետո քշեց էլի տարավ չէ պարոն մարզպետ սկզբից 3 բանով էր 4 հատով սարքվեց հետո քշեց տարավ բայց հետո երբ որ այս բանը տեսանք աղթալայում այս լուծումը տեսանք հետո հասկացանք որ սա այս լուծումը որը նաև իդեպ հախումի կամրջում էլ դուք տեսաք լուծումա որ բոլոր տեղերում մեր խնդիրը կլուծի հիմա եթե նայեք կամրջի բարձրությունը այստեղ բացառված է էլի ես իմիջ ջրհեղեղ չկա տեն ջրհեղեղ որ այս կամրջին կարա վնասի բայց հիմա Խաշթառակ գյուղը ունի երկու կողմանի շատ մեծ անցունակությամբ կամուրջ հուսալի որը իմիջայլոց բանա մի թռիչքով է այսինքն գետի մեջ չունի ինքը հենման կետ նախորդ կամուրջի պրոբլեմն էր որ գետի մեջ հենման կետ ուներ եւ ջուրը խփել հավաքել էր ծառ մառ քար եւ այլը տվել բաներ արել ավիրել էր եկեք մի չետ գնանք որ սենց երևա կամուրջը այ հիմա սենց վիճակ է ընդհանրապես խնդիր չկա դուք հիշում եք որ այս ժամանակին թե աղթալայի թե Խաշթառակի համար ասում էի որ մենք գեղագիտական բարձր արժեքի կամուրջ նախագծենք ու հիմա էլ այդ մտադրությունը կա բայց ճիշտ ասած այս կամուրջները այնքան դուրս գալիս են որովհետեւ իրանք տենց մետաղի բան են ու ներգրվում են ընդհանուր առմամբ նրա շուրջ էլ կմտածենք գուցե թե ուրիշ հիմա այս կամուրջը ընդհանրապես հուսալի է ճիշտ է ինքը ընդունված անվաներ ժամանակավոր կամուրջ 80 տարի երաշխիքով հիմա ընդ որ լավ ժամանակ ունենք մտածելու ընդ որում հետիոտնային մայթով եւ այլն եւ այսպես շարունակ Խաշթառակում էլ ինչ ունենք անելու երեխեք արդեն պարզա ֆուտբոլի եւ բասկետբոլի դաշտը բոլոր տեղերը ուզում են դրա համար էլ երեխեքի հետ շփումների արդյունքում նախընտրական ծրագրում այդ 100 դաշտի հարցը ավելացրինք նորոգված է երբ ենք նորոգ է նոր ենք ավարտել այս անգամ այդ ծրագրում ենք անկետ կա ես մենակ հիմա հիշողությունով որ մտածում եմ ինչքան կետ ունենք այս Խաշթառակում Փաստորեն մեր հարգելի եղբայրը ճիշտ էր ասում որ գյուղում գործ ենք արել ահագին որովհետև շատ լավ
Այդունում հիմա կամուրջ նախագծում են MVC-ի հետ։ Լնայք շատ լավ է։ Պարոն Խաչատրյան, իրոք տեսքն էլ է լավ է, էս կամ իրոք հոյա լուսավորեք ընդհանրապես խնդիր չի լինի։ Ցույց տվեցիք, բայց ինձ տես շատ են տեսել մարդիկ, դուք կամուրջը ցույց տվեք։ Հա? Հա, օքեյ։ Այսենց։ Բարձրությունը ցույց տվի, Դավիթ, ինչքան է բարձր։ Չէ, նկատի ունեմ, որ կամուրջը, այսինքն բան չունի։ Ափերը պինդ եղավ, պետք է ափերը փոկի տանի, որ կամուրջի հետ կապված խնդիրը լինի։ Հա? 42 մետր ախորից երկար է, իսկ աղթալայից մոտավորապես նույնը։ ու բեռնա տարողության խնդիր էլ չունի, ցանկացած բեռնատար կարա Ճանապարհին թույլատրված, չթույլատրված ցանկացած բեռնատար։ խոյակապ գործ կարճ ասած, էս էլա ճշգրիտ, ոնց որ ես պատկերացնում եմ այս նախագծի իրականացումը ճշգրիտ իրագործված է, շնորհակալ եմ։ Իմիջայլոց ասեմ, որ երբ որ եթերը ընդհատվեց, մենք ճանապարհին մտանք սուրճ խմելու, ես գործընկերներին ասացի, որ եւ թթուջուր նավուրը եւ գանձակարի իծակարը հոյակապ ստացվե, ուղղակի, չգիտեմ, այդ եթերում ասացի թե չէ, բանում թթուջուր նավուրում էլի Արթուրասար կոչվող գյուղի հատվածում էլի մարդիկ սենց բռնեք կտրել են, հետո ասֆալտ են արել, չգիտեմ ինչ։ Հիմա իմ մեծագույն խնդիրն է նա, որ այդ ճանապարհի քայքայումը հաստատ տեղից է սկսելու։ Մի հատ նայենք, տենանք ինչ կարանք անենք, էլի։ Պետական մյուս ծրագրով տեղով ենթակառուցվածք են անցկացել դրա համար։ Այսինքն մարդիկ մենք ենք պետական ծրագրով ենք, բայց հետո գոնե վերականգնենք նենց, որ հարցություն հա, էլի, որովհետև այդ կարևոր բան է։ Դե շնորհավոր, ուրախության օգտագործեք, ծնունդի, կնունքի, հաջան։ Շնորհակալ եմ։ Շատ լավ։ Ես հիմա ասեմ, էլի հիմա անենց մեծ տեմպի մեջ ենք եւ հիմա եւ էլեկտրոնային եւ թղթի իմ կողմից ստանձան բոլոր նամակները կարդամ, բայց ուզում եմ խոստովանեմ, որ էլ չեմ կարում, որովհետեւ ժամանակս չի երիքում, հիմնականում օգնականների միջոցով եմ նամակների շուրջ աշխ։ Միայն 50 տարվա մանկավարժ եմ, հարգեք իմ վաստակը, 50 տարվա գոնե իմ նամակը միայն ընթերցեք, անչափ շնորհակալ ենք ձեզ։ Պարոն Փաշինյան, Այո։ ես ուզում եմ օգտվել այս պահից եւ ինձ շնորհակալություն ասել ձեզ։ Ես հատուկ եկել եմ Բելգիայից, ձեզ աջակցելու, անվերապահ ձեր աջակիցն եմ ես, ծննդով աչաջրից, ապրում եմ տունս Խաշտարակում եմ, բայց ընտանիքով Բելգիայում ենք։ Ես ինձ համար դուք շատ ժողովրդասեր, բոլորիս համար ես իմ կողմից եմ ասում, ժողովրդասեր։ Տիկին հիմա ապարան գնում ենք, դուք ընդեղ եք, իջևան եմ գալի, հիմա ով նայի ասելու են, այս մարդկանց իրանց հետ տանում են ավտոբուսով, որ Արդարամիտ, արդարադատ, յուրահատուկ խարիզմայով օգտված շնորհակալ եմ։ բոլորի համար ղեկավար եւ ես ուզում եմ իմ շնորհակալությունը հայտնել այս վերափոխումների համար, այս բարեկարգումների համար Հայաստան աշխարհի եւ մասնավորապես Խաշտարակի առանց ակնկալիքների ես ձեզ ցանկանում եմ նորանոր վերելքներ, հաղթանակներ, բարձունքներ, որպեսզի Հիշում եք ժողովուրդ հեղափոխությունից իրանց հիշում եք, որպեսզի ձեր եղբայրը ոնց է։ Ազատված է։ Ամեն ինչ նորմալ, ամեն ինչ լավ է։ որպեսզի հայրենիք կանչող ձայնը ավելի բարձր հնչի եւ ես ակամա հիշեցի Արա Գեղեցիկի խոսքը, որքան էլ օտար ջրերը խոստանան անմահություն, հայրենիս աղբյուրի ջրերն են խաղծրահամ, այնպես որ իմ սիրտը այստեղ ներներում է, Հույս ունեք մշտական կվերադառնա։ այո, շնորհակալ։ Քաղաքացիություն ունեք Հայաստանում։ Ընտրությունների մասնակցելու։ Շնորհակալ եմ Եվ շատ։ ընտրությունը միանշանակ Նիկոլ Փաշինյան։ Շնորհակալ եմ շատ։ Նա եղբայր։ Քարտեզից կուզեի իմ շրջապատի մարդկանց համար էլ չգիտեմ որտեղ Կարող են, մի քանի հատ։ Միշտ Խնդրեմ։ շնորհակալություն։ Մեզ ոչ մեկ չեն ուղարկել։ Մենք սկզբանե եղել ենք մինչև վերջը Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ։ Չնայած ձեր բարձրացած հարցը ես չլուծեցի, բայց դուք տենց հավատարիմ շարունակում եք ուր գնամ։ դա էական, Ես դա բարձր եմ գնահատում, ես քեզ
Անչափ շնորհակալ։ Ես եմ շնորհակալ։ Որ բոլորի Ես եմ հետ, բոլորի Լավ եղեք Ժորժ ջան, դե ուրախությամբ չնայած լուսանկարվեք, չնայած խաշտարակում էլի բաներ կար նայելու, բայց ժամանակի խնդրում ենք։ Փաստորեն ճիշտ հասկացամ մանկապարտեզ ջրագից, էլ ինչ կար։ Էլ չեմ ասում խաշտարակում են տնամերձ հողամասերի ծրագիրը կար, ես հա իհարկե Եկի հետ էլ նկարենք։ նկարեք։ Սուչիս տղայի հետ նկարվում են։ Վարքաշենամ ձեր հետ չեմ նկարվել, ես հատեր ես ձեզ հետ նկարվել։ Հաճույքով եղբայր։ Բայց դուք որտեղից եք։ Աչաջրից։ Հա, Մրկաշենի դպրոցի հայաթ եմ։ Հա, լավ հիշեցի, բայց դուք այնտեղ չէիք ապրում։ Ունդեղ եմ ապրում։ Երկու քուրսս ստեղ են ամուսնացած։ Երկը պաշտպան Հայրյանյանց են։ Ուրախ եմ եղբայր, ուրախ եմ։ Պարոն Փաշինյան, երեխուն էլ այդ բանը ստանք։ Քարտ ես տվեք են։ Հա։ Դեր, այսպես։ Շատ լավ։ Ես էլ համար Ձեր հավատալ։ շատ լավ։ Եկեք երեխեք ջան։ Երեխեք ջան, մի քանի հոգի արագ նկարվեն ու գնանք, հա, որովհետև սպասում են մարդիկ ուրիշ տեղեր են։ Կներեք ձեզ մի քիչ սպասեցրինք։ Ահա, այս կուրտկետ հաստատ չեմ կարող։ Էլենին հա իհարկե, ահա, Էլեն ջան, բեր ես փակցնեմ իմ ձեռքով։ Շատ լավ։ Հա իհարկե։ Ո՞վ է նկարում բա։ Եղավ, շնորհակալ եմ շատ, գնացինք, արագ արա, գնացինք, շնորհակալ եմ, ուրախ եմ եղբայր, նկարում ենք, ով է նկարում բա, ասեք եղբայր։ Մեր կուլտուրայի տունը և ներքին ջուրը քաշել է, ներքին ջուրը քաշել է, բայց 14 կիլոմետրանոց ջրագիտում է, 67 Ջրերի հարցերը, հա, գիտենք բոլոր հարցերը, լուծելու ենք, հերթով լուծելու ենք բոլոր հարցերը։ Մեր ինգերներս հետ ձեր հետ նկարեմ։ Համեցեք, զգուշ, կուլտուրայի տունը չմոռանա։ չենք մոռանա։ Գնացինք, Ժորժ ջան, հաջողություն, երեխեք ջան, պակա, գնացինք, շնորհակալ եմ Ժորժ ջան, լավ եղեք, գնացինք։ Եղբայր առայժմ։